Գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ, նորագույն սերնդի բժշկական գործիքներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ունեն անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մեծ փորձ և հատուկ վերապատրաստում են անցել աշխարհի լավագույն կլինիկաներում։ Այո, խոսքը Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասին է, բայց սա դեռ ամենը չէ, որը ձեզ պետք է մոտիվացնի դիմել հենց Աստղիկ բժշկական կենտրոն։ Այստեղ ծառայությունը ղեկավարում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարանի պրոֆեսոր Շերոն Չեքիջյանի ձեռամբ օրերս Հայաստանի Հանրապետությունում եզակի անհետաձգելի բուժօգնության առաջատար միջազգային չափանիշներին համահունչ բժշկի կոչումը հավաստող դիպլոմի արժանացած Մանուկ Մուշեղիչը։ Ինչպես է սկսվում 24/7 գրաֆիկով կյանքեր փրկող բժշկի առօրյան, ինչ պատասխանատվություն և օպերատիվություն է պահանջում նման ծառայություն ղեկավարելը։ Ամենօրյա ռեժիմով դեպի կատարելագործումը ձգտող կլինիկայի առավելությունների մասին ենք բժշկի մոտ զրուցել Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության և ընդունարանի ղեկավար Մանուկ Յաշչյանի հետ։ Աշխատանքային գրաֆիկս ծանրաբեռնված է, բացի այն, որ աշխատանքի վայրում գտնվում եմ ամեն օր գրեթե, բացառությամբ, եթե օրեր կլինեն, որ կիրակի օրը հանգստյան օրն է, բայց կան դեպքեր, երբ որ այդ օրներ ենք լինում հիվանդանոցում գործի բերումով, 7-24 գրաֆիկով, 24/7 գրաֆիկով միշտ հասանելի եմ և պատրաստակամ եմ, քանի որ բաժանմունքը ծանրաբեռնված ռեժիմով աշխատող բաժանմունք է և ղեկավարելով անհետաձգելի բուժօգնության և շտապօգնության ծառայությունը, ինչպես արդեն նշեցիք, ծանրաբեռնվածությունը հագեցված են միշտ, գրեթե 24 ժամ։ Օրական քանի պացիենտ եք ընդունում և ճանապարհում արդեն առողջացած կամ առողջացման եզրին արդեն։ Օրական, ասեմ ձեզ, հաշվի չառնելով ստացիոնար ընդունվող պացիենտները, միայն որոնք որ սպասարկվում են էմերջենսում և ձեր ասածով տուն ենք ճանապարհում առողջացած և ուրախ, մինիմում 80-ից 100 այցելու է լինում, իսկ եթե գումարենք մեր ստացիոնար պացիենտների հոսքն էլ, կասեմ, որ մինչև 120-130 ստացիոնար պացիենտների հոսք է ամենօրյա ընդունվող մեր կենտրոն, բայց ինչևից է մենք կարողանում ենք հաղթահարել և մեծ սիրով անում ենք դա։ Մանուկ Մուշեղիչ, հիմնականում ինչ խնդիրներով են շտապօգնության ծառայությանը դիմում։ Նայեք, ասեմ ձեզ, Իլոնա ջան, շտապօգնության ծառայությունով դիմողները, ասեմ ձեզ բաժանմունք դիմողները, որովհետև մեծ մաս պացիենտներ ինքնուրույն կարող են դիմել կամ հարազատների ուղեկցությամբ, պարտադիր չի, որ շտապօգնությունով դիմեն, տարբեր են գանգատները և պրոֆիլները, մեծ մաս գերակշռող հիվանդությունները դա սրտի իշեմիկ հիվանդություններն են, սրտային պաթոլոգիաները, հետո գալիս է գլխուղեղի հետ կապված նյարդաբանական խնդիրները, վնասվածքներն են շատ լինում, տարբեր բնույթի, հաշվի առնելով այս ժամանակահատվածներում վիրուսային գենեզի պաթոլոգիաները, աղեստամոքսային տրակտի հետ կապված խանգարումները, շատ են, բազմաթիվ են, տարբեր են գանգատները և ելի եմ ասում, որ պարտադիր չի, որ քաղաքացին ինքը դիմի շտապօգնության մեքենայով, մենք տարբեր մուտքերից, տարբեր հոսքերով կարողանում ենք կառավարել այդ այցելուների հոսքը։ Մանուկ Մուշեղիչ, դուք ղեկավարում եք Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի ծառայությունը, որը էականորեն տարբերվում է մնացած ծառայություններից իր այսպես բազմաֆունկցիոնալ լինելով և հարցս հետևյալն է, ինչպես է կարողանում արագ և օպերատիվ կողմնորոշվել, թե որ պացիենտին ինչ մասնագետ է անհրաժեշտ, որ պահին ինչ։ Ասեմ ձեզ, այո, ճիշտ եք ասում, մեր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը տարբեր է, որովհետև կասեմ, որ ոչ թե երևի, այլ միակն ենք, որ մեր բաժանմունքում հերթապահ բժիշկները իրենք կլինարդինատորներ չեն, սովորական նեղ մասնագետներ չեն, մեզ մոտ հերթապահում են միայն ռեանիմատոլոգ անեսթեզիոլոգներ և արդեն իսկ այս տարվանից սկսված, քանի որ իդեպ ասեմ, որ վերջերս ավարտեցի ես ինքս էլ անհետաձգելի բժշկության կլինիկական օրդինատուրան, որը մինչև օրս Հայաստանում չկար այդ օրդինատուրան, բայց արդեն ունենք ազգային ինստիտուտը Ամերիկայի Միացյալ Նահանգների Յելի համալսարանի հետ համատեղ հիմնեցին մեր նախարարության շնորհիվ այդ կլինիկական օրդինատուրա բաժինը
Եվ այսուհետև կկարողանանք նաև մեր բաժանմունքներում ներառենք այդ արդինատուրան ավարտած բժիշկներին, քանի որ իրենք հենց նեղ մասնագիտացված են այդ բաժանմունքով։ Դրա համար մենք իրոք միակն ենք եւ թե հագեցվածությամբ, տեխնիկապես, թե դեղորայքային ոչ մի բանի խնդիր չունենք բաժանմունքում, այնպես որ եւ իսկ ինչ վերաբերվում է արագ կողմնորոշվելուն, եթե աշխատում ես անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, պետք է ինքնին արդեն կարողանաս արագ կողմնորոշվես եւ հստակեցնես քայլերի հաջորդականությունը, որովհետեւ մեր բաժանմունքում ամեն վայրկյանը թանկ է ցանկացած պացիենտի համար եւ պետք է կարողանաս արագ կողմնորոշվել, որ պացիենտին ոնց տեսակավորես եւ որին կարողանաս առաջնահերթություն տաս, որին սպասացնել տաս։ Դրա համար մեզ մոտ կարողանում ենք ոնց որ թե այդ ամեն ինչը կանոնակարգել։ Բժիշկ, ինչու դիմել ասեք բժշկական կենտրոն լավագույն այս դեպքում անհետաձգելի բուժօգնությունը առաջին օգնությունը ստանալու համար։ Ասեմ ձեզ, խոսենք առանձնահատկությունների մասին։ Առանձնահատկությունները բոլորս էլ լավ գիտենք, որ Աստղիկ բժշկական կենտրոնը այսօր համարվում է առաջատարներից եւ ինչու՞ չէ միակն ենք, որ տարածաշրջանում ունենք GCI ոսկե ստանդարտի նշանը եւ մենք արդարացնում ենք այդ նշանին համահունչ եւ բարձրակարգ, եթե ուզում ենք բարձրակարգ եւ որակյալ բուժսպասարկում եւ բուժօգնություն, ապա պետք է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն, ինչի համար ուզում խորին շնորհակալություն հայտնել տնօրինությանը, որ միշտ մեր թիկունքին կանգնած է եւ ցանկացած հարցով, ցանկացած բարագայում, թե տեխնիկաներ պահանջելու, թե չգիտեմ չճարվող, չգնահատվող դեղորայքը ձեռք բերելու համար իր շնորհիվ է, որ մենք կարողանում ենք այս ամեն ինչը բարձր մակարդակի։ Իդեպ անդրադառնանք տնօրինությանը, Մանուկ Մուշեղիչ, առհասարակ կա տարածված տեսակետ, որ ցանկացած հաջող գործի հետևում կանգնած է հաջողակ ղեկավարը։ Համոզմիտ եք այս դեպքում։ Իհարկե, միանշանակ ճիշտ է, թե մարդ, թե ընկեր, թե տնօրեն, թե ղեկավար, ինչ ասեմ, իսկապես ամեն հարցում մեր թիկունքին կանգնած է եւ արժանի է այդ կոչմանը։ Շնորհակալ եմ բժիշկ, շնորհակալ եմ ձեր հագեցած գրաֆիկից մեզ ժամանակ տրամադրելու եւ այսքան կարևոր զրույցի համար, տեղեկատվական, որ ներկայացրեցիք մեր հետևորդներին, ձեր պացիենտներին, թե ինչքանով է հագեցած եւ ինչու պետք է դիմել հենց Աստղիկ բժշկական կենտրոն առհասարակ ցանկացած պաթոլոգիայի լավագույն լուծումը ստանալու համար։ Ջերմ եւ հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ եւ ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից կորվանից միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ։ Շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։